մեր գյուղի մարդիկ ազնվական են ելել։ Իսկ այդ ազնվականությունը ոչ բոլորին է հասել էլ, ոչ բոլոր գյուղերում, որ մեր գյուղի աղջիկներին ուրիշտեղ ամուսնացնելիս չեն ելել։ Ուրիշ գյուղ ինչքան հարուստ լավ մարդիկ են ելել, տվել են մեր գյուղը որպես ազնվական, բայց ուրիշ այլ դրա համար հպարտ են ելել, կարելի ասել խելաց են ելել, որ քարից թռած են այգի հացիկ։ Ազնվականությունը նրա գենի մեջ է, ազնվական լինելը մի մեծ հպարտություն։ Տատի անհոգ ու երիտասարդ օրերն են անցել, գնացել, որից թեկուզ մեկի վերադարձի համար պատրաստ է թանկ վճարել Դարինկան, բայց տատը իրեն յուրահատուկ հպարտությամբ սկզբում կպատմի ազնվական գյուղի ու մարդկանց մասին։ Շատ հպարտ ենք ելել մենք։ Մեր գյուղը աննոր գյուղ այլել, մեր գյուղը հարուստ գյուղ այլել։ Այս հողերը լրիվ մշակել են, ես երեխեմ ելել, մեր գյուղից ոչ մեկը փայաս էին հվաքեն, մուրացկաններ։ Մեր գյուղից մուրացկան չելել, բայց այնքան շատ մուրացկաններ են եկել մեր դուրը, մի կտոր հաց։ Մեր գյուղը սովտե հաց չի։ Ունեցել ենք լավ մարդիկ գյուղից, որ կապ են ունեցել, որոնցից մինը Շահաբազ են ասում, մեկն էլ Մեխակ, իհարկե բոլորը Շահվերդյան են ելել։ Ես մեր տարածքն էլ շատ մանրոտած, շատ ամայի տեղ այլել, դրանցից մի աղբերը, որ եկել է, 3 աղբերին էլ է Շահվերդյան, մինը Իրանա մնացել, մինը Ղարաբաղ, մինն եկել աստեղ։ Եկել են ձորը բուն դրել, մի քիչ մնացել դեստեն, ու այդ ձորը մութ ենք ասում մենք, քարապ, մեծ քարապ, չգիտեմ թե հելեք այդ շատ անդունդ է, փորելով, բանանելով դուրս են եկել, որ ստի ազատ տարածք է, ու շատ փշո տատաս կա, կամանց եկել են ստի բուն դրել, մի քիչ տեղավորել, շատ աշխատող, շատ խելացի, շատ հմուտ մարդիկ են ելել, տեղափոխվել ստի մի քիչ դեստեն արել, մի 500 տարվա գյուղ կլես, ու բծրացել այս սարերը, տե հելնդի լավ ջուր կա, ջուր էլ բերում են ու ստի հիմնավորվում, այս հողերը վերունում, այդ տատասկը վերացնում, աշխատում են, ու հիմնում են այգեհատ գյուղը։ Տատը մի փոքր շփոթում է ոչ թե Շահաբասը, այլ Աբասը, որը Երևանի Պարսիկ խանի գրագիրն էր ու այնքան վստահելի, որ Պարսից շահը նրան ազնվականի կոչում տվեց, որից էլ ստացավ Շահվերդի անունը, իսկ տոհմը կոչվեց Շահվերդյան։ Այսքանը նախկինի կհատի ու ներկայիս այգեհատի մասին, որը երբեք չի մոռացվի Դարինկայի օրորի մարող հիշողությունից։ Չի մոռացվի, որովհետև ինքը այդ ավանդույթների կրողն ու փոխանցողն է։ Նաև այն ավանդույթի, թե ինչպես ազնվական ընտանիքի, ասել է թե իշխան մարդիկ դարձան հողագործ, ծխախոտագործ, անասնապահ, իսկ շատերն էլ աքսորվեցին սովետի դաժան օրենքների պատճառով։ Դարինկա տատը աշխատող մարդու հավաքական կերպարն է, 80 անց է, բայց պարապ նստել ու հոգնել չունի։ Այդպիսին է եղել երիտասարդ տարիներին, այդպիսին է այսօր։ Սովխոզ վաղտը մեծ է այն վաղտ, հարցել ունեի։ Ասին մոշ չկա, ձորումը մոշ չկա։ Տղիս մի օր ասի, արի վեցին, կովը կթեի, ղրգեի, չալը, ասեի գնանք այս արտը ու դաշտերը, գնեի մի կապրոնի վեդրո, մոշը քաղեի գեի ժամի 9-ին, գեի հացուտեի ու գնեի դաշտը կարտոշկա հավաքելու, դե մոշը աշունքնալում, մի շաբաթ գնաց եկա, ապահովեցի, հարսել տաններ, մուրաբեն էլ է պեց կամպոտնել, մի օր մեր հարևան մի կնիկ տիհավ, աղջասա մոշ է սարել, ասի չէ, քաղել եմ, թե ասում են մոշ չկա, ու որ գնացինք դաշտը մնստեցինք, էտո որ տեհել էր ինձ, սյարավե, ժողորդ, սաղս էլ կասեք կնանիք ենք, հուլոն գնացել եմ մի վեդրո մոշ քաղել եկել հետներս աշխատում է, կարող է ես մի սուարին չի, բայց պետք էր, չկա, պետք է ինենց ստեղծես, որ հետներն էլ գնեի կարտոշկեն հվաքե, մի վեդրո կարտոշկել ընդյան բերեի, լցնում էր փողը կամին տանում է, իրա մեջից պետք է հիմնավորված, որ մեն շատ երկար մնում են բաղջում, ասում են արածդ ինչ է, որ ասես թե մենց արդյունք եմ ասում, արդյունք չկա, ուղղակի ես ինձ լավ եմ զգում, ես հողի մարդ եմ, հողից ես բավականություն եմ ստանում, ուրխանում եմ մի ծառ, որ տրևում է, կոկում է տալի, դրան ես ամեն ծառին գիտեմ, որը ինչ է, որ մինն էլ թարամում է, դրա հետ էլ եմ վատոքի ու դարդն ինչ է, որ
այդ ձևի ես ուզում եմ ասեմ ոչ բահմիկվա սերունդը այդ քաղցրությունը չի զգում, չի նկատում, չի տենում։ Հիմա շատերը քննադատում են Սովետ Միության տարիները, մատնանշում բացթողումներ, որոնք այո կային։ Այո, ով ազնվական Շավերդյաններն այդ մասին լավ գիտեն, բայց ինչ էլ ասես, կար նաև արժեհամակարգ, աշխատող մարդու համար ապրելակերպ կար, ասում է Դարինկա տատը, որ իր կյանքի 30-ից ավելի տարիները նվիրել է կոլեկտիվ տնտեսությանը, ու ակամայից հիշում ժամանակին այգեհատում խոպան հող չկար։ Ոչ մի հետաքրքրություն չկա, ոչ մի։ Թե դաշտի գործը կլի, դաշտն էլ ուր է, դաշտերն էլ չեն կարգին մշակվում, ամայացված է դաշտերը, շատ մի 5 հոգի որ բան են ցանում, խոտ են անում ու վերջ, որ ասեմ ժողովուրդն էլ չի այտենց աշխատում, բոլորը դժգոհում են, այս սաղ դաշտերը կարտոշկա են ցանում, թութուն են ցանում, ճակնդեղ են ցանում, այդ սաղ մենք ենք անում, այդ կնանիք ենք մի 15 հատ 20, սովխոզի ժամանակ լավ էր։ Մեր գյուղն էր, մի 10 կտվոր կար, խոզապահ կար, ոչխարապահ կար, այդ լրիվ աշխատանք էր, դաշտի աշխատանք կար, հմի ոչ տանն են ցանում, ոչ դաշտումը, են կանաչին ինչա, են մինա, 100 դրամա էլի էխի եմ ցանում, այդ ինչա դրելածը, որ ցանեմ չրչարվեմ, դրամա ժողովուրդը ծուլացել է, թուլացել է, չգիտեմ, ջահելությունը ավելի շատ, սա սենց որ մնա, գյուղատնտեսությունը շատ հետ անգնում, սա խայտարակ վիճակ է։ Գյուղի դատարկության ու պարապության հետ անհաշտ է տատը, որ ամբողջ կյանքում դաշտերից տուն չի եկել, արել դրել ու ապրուստի տեր դարձել, մի կտոր հաց ու պանրով մեծացել, բայց երջանիկ կյանք կիսել։ Արտարոց ոչ մի բան, ինչ որ մի կտոր հաց ու պանիրն մեզ հերիք է, ավելի երջանիկ ենք, ավելի լավ, քան թե հմիկվա ես իմ բերում են շարում, ոչ մեկն էլ համի նման չի, պանրների տեսականի կա, մտիկ եմ անում մենասազվիլս գալիս է։ Են առաջվա ոչխարի պանիրը, այսքան մանեկա, մի քանի տարի էլ փորձեցի այս գեղեցը, այն գեղեցը, իմ ուզած պանիրը չգտա։ Ես ոչխարի պանիրն եմ սիրում, բայց լավը։ Ոչխարի պանիր են ասում, բայց չգիտեմ, մայեն են շատ գծում, թե քաշում են, բայց ես լսած չու, որ ոչխարի կատներ քաշեն, էլ են պանիրը չի լում։ Կյանքի մայրամուտին էլ տատը շատ բաներ է հասկացել, ուր էր թե առաջվա ժամանակները լիներ, ծափով ու ծիծաղով դժվար ապրուստ լիներ, հեռավոր ու կանաչ յայլաներում, յուղի անփոխարինելի բնության գրկում անհոգ ծերություն ապրեր։ Մարդիկ շատ են կապված իրար հետ, թե ինչ ադատ հայլել, ինչ ադատ չելել, շատ կապված են, թեկուս հարազատել չլեին, մի ընտանիքի նման ենք։ Մարդիկ մեկուսացել են, հեռացել են, շփումը չկա ու այդ հեռախոսն է։ Իրանց ընկերը դարել է հեռախոսը, զրիցահնգերն էլ, կռվահնգերն էլ, ամեն ինչի հնգերը հեռախոսն է։ Սաղ օրը ես իմ բաղջումն եմ մլում, ինչքան վաղտա դուք ստեղ եք, մի մարդ, մի շունչ չեք տենա, ոչ մի տեղ, իսկ են վաղտ 10-20 կնիկ են գնենք իրար հետ ծաղ, ու ինչ ալեր, մի տոր հաց ու պանիր ուտելիքներուս, բայց երջանիկ ենք, լավ ենք, հմի ինչքան շատ ունենում են, այնքան դաժան են դառնում, հմիկվա սերունդը լավ չի դաստիարակվում։ Դարինկա տատը մի քիչ էլ կպատմի ամուսնության ու ամուսնական կյանքի մասին, օրինակ թե ինչպես հաջողեց ու Խուդոյան Ծավետիքի տուն հարս գնաց, ու այնպիսի մի հարսանիք արեցին գյուղում, որ բոլորի զարմանքն ու նախանձը շարժեցին։ Որտեղ հարս եմ գնացել, ոնց որ երաշտական ընտանիք են ելել, երաշտությունը շատ սիրել են, կեսրար ասեն, պատրոն ենք ասում ենք, ես իրան չեմ տեսել, բայց կարելի ասել ինքը գեղի երաժիշտն այլել, ինքը ինքնուս երաշտությունը հորինել, գեղի երեխանցը, գեղի ջահելներին կանչել է իրանց տուն, պարսը ворցրել, ինքը հետը նիների տվել, եւ տղամարդկանց, եւ կանանց, որ մեր գեղի պարերը ջողվում են, ունեն հատուկ պարեր, այդ այգեհացիների պարնա, իսկ մեր հարսանիքը, էնել Խուդոյան Ծավետի տանը, գիտես ինչ ելլի բռնեցին, մեր տունը վերևներ, իրանց տունը ներքի թաղումը, ոնց որ շար անել էր, անենց հետաքրքիր հրսանիք էր, Խուդոյան Ծավետի տղի հրսանիքը, դա մի ուրիշ ձևի էր,
Սաղգեղը թմաշագեր, ռոզի շորը, էլելի շորը։ Սպիտակ շորը այն վաղտ մոդա չէր, որ գեներ եղեքը թմաշանելու շորը սիրուն չի, մեր բարեկամներից։ Կենսուրախության ու լայն ժպիտի ետևում տատն իր դժվար կյանքը ու արցունքները խնամքով թաքցրել ու գնահատել է իրեն տրվածն ու ձեռք բերածը։ Ամուսնությունից հետո էլ դաշտի ու գոմի աշխատանքը համատեղել ու 3 երեխաների կրթությունն ու դաստիարակությունը իր փխրուն ուսերին կրել։ Ուսման ծարավ եմ ելել, ես սիրել եմ ուսում, բայց ես հնարավորություն չեմ ունեցել։ Դրա համար առաջ տղես բարձրագույն չավարտեց։ Դա իմ մեջ շատ մեծ դարդ մնաց, որ իրան չկարացի։ Դրա համար իր երեխանցը թորներից 3-ն էլ վիզ դրի, որ նրանք պետք է բարձրագույն ավարտեն ու ավարտեցին։ Մեր հնարավորությունը նենց էր, որ նույնիսկ իմ մտքով նան չէր գնա, որ մերոնք կարան տոմս առնեն, որ ինձ ղրգեն քաղաք, որ ես սովորեմ։ Դա ինձ հասանելի չէր։ Բայց ես սիրել եմ, շատ եմ սիրել, ինչ որ բարձրագույն ավարտ, թեկուզ իմ դասատների են բացատրելի, որ ինձ դաս են բացատրել, էդ էլ ինձ հետաքրքիր այլել ու շատ եմ սիրել։ Դրա համար իմ սերունդն ասել եմ, ինչ էլ ուզմալի, պետք է սովորեն։ Ինչ ասում են, ավարտացնելա նույնը, չավարտացնել, հիմի դիպլոմը սուտ է, բայց ես դրան բան չեմ, ասեի բժիշկն ու դասատուն միշտ էլ տեղ ունեն, դա չի փոխվելու։ Իր երեխաները կրթություն ստացան, լավ պաշտոններ զբաղեցրին ու տատի սիրտը հպարտությամբ լցրին։ Տատը կարծում է երկրի առաջ ծառացած շատ խնդիրներ ու արատավոր շատ երևույթներ ի հայտ են եկել կրթական համակարգի բացթողումների արդյունքում։ Հիմիկվա կրթությունից ես շատ դժգոհ եմ։ Երեք երեխեքն ինչ որ բան էին ասում ռուսական այբուբենից, թե ով կար ասի, ես շարեցի այբուբենը, վրես է շատ ծիծաղեցին ռուսականը, հիմի ոչ մի բան կրթության նման չի, իմ ծորը 4 դասարանը գիրքը բացում եմ, ես բան չեմ հասկանում, թե այդ գրքումը ինչա գրած, ոչ մաթեմատիկան է պարզ, մաթեմատիկայի վաղ տնდով որ դասարանից ենք Աղուսյակը սովորում, հլա բազմապատկամ Աղուսյակը չիմանայինք, դա անհնար բան էր, կամ ամոթ, ոչ հայոցն բանի նման, ոչ մի բան չգիտեմ, ես այս կրթությունից դժգոհ եմ։ Դասատուներն էլ էին ուրիշ, աշակերտներն էլ էին ուրիշ, հալում էին ու սենց լցնում ուղեղդ, հալում էին ու լցնում ուղեղդ։ Դարինկատատը ափսոսում է, որ ապրում է մի ժամանակաշրջանում, երբ այլ է արժեհամակարգը, այլ մոտեցումներ ու ինքն էլ ստիպված է ամեն օր առնչվել նոր ու իրեն խորտ արժեհամակարգի հետ։ Դրա համար երբեմն նախընտրում է փակվել տանը իր այգում ու իր հիշողությունների հետ։ Ջահելները չեն համբերում, կարող է պատահին վաղտը բան չելել, նեղություն չելել, խուսակցություն չելել, բայց ամոթ այլել, բաժանվել ինչն է, դա չլսված բաներ, որ բաժանվեն։ Եթե ամուսնացել ես, ուրեմն էտա։ Հիմի մարդիկ համբերացել են, չգիտեմ ինչ անուն տալ դրան, շատ շատացել է ու շատ վատ է, շատ վատ։ Էլի իրանց մասին են մտածում, էլի եսասիրությունն է խոսում, չարչարանքա, տանջանքա, շատ երեխա պահելը հեշտ չի, դրա մեջ ձգտում են մի հատալի, 2 հատալի լավ պահենք, քան թե 5-ը ու բոբիկ տկլոր։ Հեյ պարոն ներական ջարեք, թափառական աշուղին սիրուտ ջահել։ Ամեն դեպքում տատը շնորհակալ է կյանքից ու բարձրյալից, որ ապրում է։ Առողջ է, կարևորը սիրով շրջապատված, իսկ ուզածը միայն խաղաղություն է։ Շնորհակալ է նաև մեզ, որ մեծերին չենք մոռանում, հիշում ենք ու գնահատում։ Մանանա Վարոսյան, Գևորգ Քոչինյան, Անկյուն Գումարած 3 հեռուստաընկերություն։